Այսօր հունվարի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Աբովյան փողոցում հնչել են կրակոցներ, որի արդյունքում 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից 2 անչափահասներ, որոնցից մեկը սուր կտրող ծագող առարկայից ստացած հարվածներով տեղափոխվել է Վիգմոր բժշկական կենտրոն, եւս 1 հոգի էլ տեղափոխվել է Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց։ Աբովյան փողոցում գտնվող մետրոպոլիտենի համար օգտագործվող գետնանցումի տակ հայտնաբերվել է տնտեսական խանութի հսկայական ապակին փշրված, որն ըստ օպերատիվ տեղեկությունների կոտրվել է կրակոցի արդյունքում։ Իսկ դրսում տեղադրված Երևան անունը կրող նստարանի մոտ հայտնաբերվել են անանման հետքեր, նաև հայտնաբերվել է ատրճանակի դետալ։ Արմնյուրին դեպքի վայրում գտնվողները պատմել են, որ աղմուկ, վեճի ձայներ լսելի չեն եղել, միայն ապակու փշրվելուց են հասկացել, որ ինչ-որ բանային չէ։ Տարածքում հնչող բարձր երաժշտությունը թույլ չի տվել, որ ձայները լսելի լինեն։ Ես ինքս սրահում չեմ եղել, աշխատակիցներից են ասել, ապակին փլվելու ժամանակ ենք նկատել, այսինքն մինչև այդ ոչ մի բան չենք իմացել։ Փլվել է զուտ ապակին, նոր նկատել ենք։ Ձայներ լսելի չեն եղել կրակոցի կամ ամեն դեպքում աղմուկը շատ է, մեր շարժը շատ է, երաժշտությունը միացրած է մի քանի տեղ, դրա համար այդքան չենք նկատել, էլի մենակ փլվելուց նկատել ենք ուղղակի որ մեզ է վնաս հասցվել։ Արմնուր էմի տեղեկություններով մասնակիցները եղել են երիտասարդներ, որոնց միջև վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Վեճից հետո երիտասարդներից մեկը օդաճնշիչ ատրճանակով կրակել է խանութի պատուհանին։ Նշենք նաեւ, որ մասնակիցներից 2-ը գտնվում են հիվանդանոցում։